Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ռուսաստանը դժգոհել է Երևանի քայլերից, ինչ ազդակներ է ուղարկում Մոսկվան Երևանին։ Տելեկոմ Արմենիան և Ազերտելեկոմը նոր պայմանավորվածություն ունեն, ինչ ազդեցություն կարող է ունենալ այս գործակցությունը տարածաշրջանի վրա։ Էրեբունու բնակիչները ահազանգ են հնչեցնում խմելու ջրի որակի վատթարացման մասին, ինչու է ծորակից երբեմն հոսում դեղնավուն և տհաճ հոտով ջուր։ Գեղաշենում բնակիչները դեմ են ավազահանքի վերաբացմանը, ինչու են նրանք մտահոգված։ Շվեյցարիայում շարունակվում են ԱՄՆ-Իրան բանակցությունները, ինչ հարցեր են քննարկում Վաշինգտոնն ու Թեհրանը։ Իսրայելում Թրամփի դեմ ալիք է բարձրացել, որն է դժգոհության պատճառը։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Այս անգամ կազմակերպությունը պաշտոնական Երևանին հիշեցրել է անդամավճարների մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եթե Հայաստանը շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները, կարող է ժամանակավորապես զրկվել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից։ Հայաստանի իշխանության հայտարարությունները Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին չեն համընկնում հանրապետության դեպի Եվրամիություն ձգտող ղեկավարության քայլերի հետ։ Լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի որպես գործընկերոջ կարևորության, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու Երևանի մտադրության մասին, բայց ցավոք մենք չենք տեսնում, որ խոսույթը համապատասխանի Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու նպատակ ունեցող ղեկավարության գործերին և քայլերին։ Մինչ Մոսկվան խոսում է Երևանի քաղաքական ընտրության մասին, տարածաշրջանում շարունակում են հնչել նաև Հայաստանի նկատմամբ նոր հավակնություններ։ Նախիջևանում պաշտոնական մակարդակով անցկացվել է այսպես կոչված վերադարձ Արևմտյան Ադրբեջան ֆորումը։ Միջոցառման ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կրկին խոսել են վերադարձի մասին և կոշտ հայտարարություններ արել։ Փորձագետները համոզված են, սա այլևս պարզապես քարոզչություն չէ, այլ պետական քաղաքականության մաս։ Հավաքվել են պատգամավորներ, թիմ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո փարթի արել զուռնա-դհոլով։ Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպես է հնարավոր, որ այսպես անթաքույց ճակատիտ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես, ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես խաղաղության ջատագով։ Մինչ փորձագետները զգուշացնում են, որ Բաքվի առաջքաշած այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզերը պետական քաղաքականության մաս է, Երևանն ու Բաքուն գործակցության նոր ուղղություն են բացում։ Տելեկոմ Արմենիան և Ազերտելեկոմը պայմանավորվել են իրականացնել ինտերնետային տրաֆիկի փոխադարձ փոխանցում և տարանցում։ Կողմերը վստահեցնում են, նախագիծը կբարձրացնի տարածաշրջանային կապուղիների արդյունավետությունը, սակայն մասնագետները խոսում են նաև հնարավոր անվտանգային և քաղաքական ռիսկերի մասին։ Լսենք մասնագետի գնահատականը։ Հաստատի այս տարածում, այս տրանզիտը Ադրբեջանին է պետք, այսինքն այս կողմից մնքել ենք ինչ-որ քաղաքական ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրենց է սա հիմնական պետք Նախճեվանի հետ կապվելու տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ Թիմ Տելեկոմի արտադրությունից մեկից արդեն բխում էր, որ իրենց պահալուխներով անցնող տրաֆիկը մոտ 10-15%-ն է հայկական։ Այսինքն փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր, գիտեք, որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ միջին արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկ անցկացնում, սա նաև Հայաստանին մտցնում է արևելք-արևմուտք տրանզիտի որպես դերակատար, այստեղ մենակ Ադրբեջանը չէ, որտեղ նաև Ղազախստանի տրաֆիկը կսկսի անցնել Հայաստանով։
Եթե արտաքին քաղաքական հարցերում քննարկումների կենտրոնում անվտանգությունն է, ապա Երևանում բնակիչներին այսօր ավելի շատ անհանգստացնում է ոչ պակաս կարևոր հարց՝ խմելու ջրի որակը։ Հայաստանը երկար տարիներ հայտնի է եղել իր սառնորակ եւ մաքուր ջրով, սակայն Էրեբունի վարչական շրջանի բազմաթիվ բնակիչներ այսօր պնդում են, որ իրենց ստորակներից հաճախ դեղնավուն, երբեմն էլ տհաճ հոտով ջուր է հոսում։ Որպես Էրեբունու բնակիչ ես նույնպես առնչվում եմ այս խնդրին եւ ամեն անգամ մտածում՝ արդյոք այս ջուրը անվտանգ է խմելու համար։ Մինչ պատասխանատուները վստահեցնում են, որ ջուրը համապատասխանում է սահմանված չափանիշներին, բնակիչները հակառակը փաստող փորձաքննությունների արդյունքներ են ներկայացնում եւ պահանջում հստակ պատասխաններ։ Ինչ առողջական խնդիրների կարող է հանգեցնել նման ջրի օգտագործումը եւ ով է պատասխանատու ջրի որակի համար, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Валик Джан, у нас дилижане. В кухне открываешь простой кран, вода течет. Второе место занимает в мире. А первое в Երևանը, да? Մենք, հայերս, դեռ վաղ ժամանակներից սիրում ենք օտարազգի հյուրերին ցույց տալ մեր հայրենիքի առավելություններն ու ինչու ոչ գլուխ կովել։ Կար ժամանակ, երբ Հայաստան եկած տուրիստները զարմանում էին, ինչպես է հնարավոր ծորակը բացել ու առանց խնդրի խմել ծորակից եկող ջուրը։ Նույն օտարները այդ ջուրը խմելուց հետո էլ ավելի էին զարմանում։ Մաքուր, սառն ու համեղ ջուր էր հոսում Հայաստանի ծորակներից։ Վերջին տարիներին Հայաստանում ծորակից ջուր խմելը գրեթե անհնար է դարձել։ Խնդիրն ավելի սուր է Էրեբունիում։ Այստեղ բացում է ստորակն, իսկ այնտեղից դեղին ջուր է հոսում։ Բնակիչները պատմում են, որ ծորակներից հոսող ջուրը հաճախ ունենում է տհաճ հոտ եւ համ, երբեմն էլ ստանում է դեղնավուն երանգ։ Ասում են, ամիսներ շարունակ լսել են հավաստիացումներ, թե անհանգստանալու պատճառ չկա, սակայն սեփական աչքերով տեսածն ու զգացածը հակառակն է հուշել։ Վայ, քլոր ասախ։ Հնարավոր չի։ Ջուր չունենք։ Խմելուց էլ որակը ամբորակ, ջուրն էլ բանի պետք չի, ոչ մի բանը պետք չի։ Շատ դժգոհ ենք, շատ վատն է, բան է Արցախի պողոտայում, ջուրը շատ վատն է։ Այս մի 2 տարի է վիճակն է։ Մենք գումարը վճարում ենք ոնց որ պետքն է, մի ուրիշը լավն է խմում, մենք գնում առնում ենք։ Այդ գումարը պետք որ առնես։ Ամեն դեպքում շատ վատն է։ Կտրվում է, տաք է գալիս, համը լավը չի, փիսոտ է գալիս։ Եթե դե ես մենակ եմ, երացնում եմ, խմում եմ, բայց մեծ ընտանիքը չի կար աղջիկս։ Ոչ չեմ։ Համ հոտ, ինչից է։ Հա, հոտ է գալիս։ Առաջմանը շատ լավ էր, հիմա փոխել են ճիշտն ասած։ Ինչքան ժամանակ կլինի, որ ահագին վաղտ է։ Շատ գոհ եմ։ Այո։ այո։ Ոչ։ Հենց երեք զգացին, որ փոխել են արդեն։ Համ էր գալիս։ Ոչինչ։ Ինչ-որ փոփոխություն նկատում եք, ինչն է փոխվել։ Մի քիչ ոնց որ, մի քիչ։ Բնակիչների բողոքներին ի պատասխան Վեոլիա ջուրը շարունակել է նմուշառումներ կատարել եւ ջուրը լաբորատոր հետազոտությունների ենթարկել։ Ընկերությունից վստահեցնում են, ջրի որակը համապատասխանում է գործող չափանիշներին, իսկ առողջության համար վտանգավոր շեղումներ չեն արձանագրվել։ Ջուրը լաբորատոր փորձաքննության տարել են նաև բնակիչները։ Լաբորատոր զննությունը ցույց է տվել, որ խմելու ջրում կան խնդիրներ։ Քաղաքացիները դիմել են իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Վիոլայի ջուրը մարդը ծորակը բացում է, տեսնում է դեղին ջուր, որ ակնհայտ է որ խնդիր կա։ Վերջում պարզվում է առողջապահական տեսչական է, խնդիր չի հայտնաբերում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խնդիր չի հայտնաբերում, Վիոլան բնականաբար ինքը իր համար խնդիր երբեք չի հայտնաբերում, բայց չգիտես ինչու, երբ որ հանրային վերահսկողության շրջանակներում իրականացվում է ջրի նմուշառում, միշտ ինչ որ խնդիր հայտնաբերվում։ Տարբեր բնակավայրերի ջրերը լաբորատորիա է տարել նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, այս դեպքում եւս խնդիրներ են հայտնաբերվել։ Բազմաթիվ են քաղաքացիները բազմաթիվ հասցեներում, Երևանի, չգիտեմ, Շենգավիթից ներքին Չարբախ, Էրեբունի, Աչափնյա
անգամ Մասիվ, որի ջուրը միշտ համարվել է իբր լավը, հա, չգիտեմ, Մասիս, Հոկտեմբերյան եւ բազմաթիվ այլ բնակավայրեր, որոնք վճարում են խմելու ջրի վրա համար, բայց իրենք չեն խմում այդ ջուրը։ Շշալցված ջուր են խմում, դա ջուրը ուղղակի մոտենալ չի կարելի, մարդիկ թունավորվեն այդ ջրին, փորձեն անգամ մոտենալ։ Սոցիալական ցանցերում էլ բնակիչները քննարկում են ինչպես լուծել խնդիրը։ Ակցիա անեն, չվճարեն ջրի սպասարկման համար, չգիտեն, բայց գիտեն, որ հիվանդանոցներում են հայտնվում ջրի որակի պատճառով։ Անտանելի է համը, ել չեմ ասում սպասքը լվանալուց հետո վրան մնացած սպիտակ հետքերը։ Ոչ մի լուծում չեն առաջարկում, միայն ասում են, որ անվտանգ ջուր է առողջության համար։ Չեմ հավատում։ Էրեբունու հարգելի բնակիչներ, այս ինչքան համբերատար եք դուք։ Տարիներ շարունակ մեր ամառվա ջուրը հարամելով պատկան մարմինների կողմից, վնասելով մեր առողջությունը, ինչու չէ նաև հարվածելով դրամապանակին դեռ հանգիստ նստած եք տանը ու ոչ մի բողոքի ակցիա չանելով վայելում եք թույլ նապորով, տիղմով արտեզյանի համեղ ու հոտավետ ջուրը։ Ժողովուրդ ջան, ինչքան կարելի է լռել, պատերի տակ բողոքելով ոչինչ չձեռնարկել։ Խելոք թաղամաս ենք փաստորեն, այս նույն իրավիճակը տեսնես կհամարձակվեն կենտրոնում կամ Վահագնի թաղամասում իրականացնեն այս խարդախ ջրափոխումները։ Իհարկե ոչ, այդ համարձակությունը չեն ունենա։ Ոչ մի վճարում մի կատարեք։ Մենք չենք վճարում, որ խմենք առողջության համար վտանգավոր ջուր։ Ոտքի կանգնեք հարգելիներս եւ ձեր բողոքի ակցիան արտահայտեք համապատասխան վարչական ատյաններում, այլևս դիմանալու չէ, վերջ դրեք վերջապես այս խնդրին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Միանշանակ համաձայն եմ։ Ես էլ չեմ վճարելու հաջորդ ամսվանից։ Իմ երեխաների մոտ էլ առողջական խնդիրներ են առաջացել ջրի պատճառով։ Արդեն խանութից ենք ջուրն առնում, ինչն էլ մեծ անհարմարություններ է ստեղծում։ Այո, պետք է համախմբվել, միասնական բողոքել։ Veolia ջուր ընկերությունից ասում են, գրավոր հարցում ուղարկեք, որ պարզենք ինչն է խնդիրը։ Պիպոյանն էլ վստահ է, խնդիրը խորքային է։ Պատասխանատու է ոչ միայն ֆրանսիական ընկերությունը, այլ նաև հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովը, որն ըստ Պիպոյանի զբաղված է ոչ թե հանրային ծառայությունները վերահսկելով, այլ դրանց աջակցելով։ Քաղաքացիներն են իրենց համար տանում, հետո լաբորատոր պատասխաններ հրապարակում, որ խնդիրը տեսնում են։ Դե դուք երևի չեք պահել մուշարման կարգ։ Գիտեք, հայտնի անեկդոտ կա։ Մեկին դատում են, ասում են, չեք դատում, ասում են, որովհետև տեսել են 30 հոգի, ինչպես ես դու ոսկին գործարանից անել։ Ասում այ քեզ բանուց մեկ ես էլ 1500 հոգի բերեմ, որ չի տեսել։ Հիմա մեր Վիոլան, մեր հանրային ծառայությունները, մեր առողջապահական տեսչականը աշխատանքի նրանք աշխատում են չտեսնելու մեխանիզմով։ Ավելին որը որ ֆրանսիական որևէ ընկերություն կամ Ֆրանսիան որպես պետություն մի հատ հայտարարություն անի, որ Հայաստանի դուրը չգա, ես ձեզ հավաստիացնում եմ, կպարզվի, որ Վիոլայի նման խայտառակ հիմնարկ Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ չի ունեցել Երանի տանկ են Երևան ջրի օրերին։ Մասնագետներն ահազանգում են նաև ոչ միայն ջրի որակի մասին, այլ նաև Veolia ջուր ընկերությանը տրված արտոնությունների մասին։ Այս ընկերությունը գործակցում է կառավարության հետ։ Ինչպես Արփինե Հովանիսյանն է պնդում, կառավարությունը ոչ միայն ընկերությանն ազատել է ներդրումներ անելուց, այլ նաև մի շարք տուգանքներ վճարելուց, իսկ 2023 թվականին կառավարությունը ջրի նոր որակ սահմանող որոշում է ստորագրել, որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականին։ Այս որոշումն իրավունք է տալու ընկերությանը շարունակել բաժանորդներին տրամադրել անորակ ջուր։ Սեդա Մակաջյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մայրաքաղաքում քննարկվող մյուս թեման երթևեկությունն է։ Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհային հանգույցներից մեկում Կիևյան կամրջում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով շինարարությունն ընթանում է նախատեսված տեմպով եւ եթե ընթացքը պահպանվի, կամուրջը կբացվի ժամանակին։ Քաղաքապետը վստահ է, որ նման ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում կօգնեն նվազեցնել խցանումները եւ ավելի գրավիչ դարձնել հանրային տրանսպորտը։ Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետեւ որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։
Իսկ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում բնակիչներն անհանգստացած են հնարավոր բնապահպանական խնդիրներով։ Նրանք դեմ են նախկին ավազահանքի վերաբացմանը եւ հիշեցնում են, որ տարիներ առաջ դրա շահագործումը բնապահպանական եւ առողջապահական խնդիրներ է առաջացրել։ Մտահոգված գյուղացիների հետ զրուցել է Սեդա Գյուրեղյանը։ Գեղաշեն գյուղում ենք, սպիտակի երկրաշարժի տարում այստեղ բացված, ապա կրկին փակված ավազի հանքը գյուղացիների պնդմամբ վերջին 3-4 տարում հազիվ է սկսել կանաչել, սակայն մասնավորը գյուղի տներին կից 34 հեկտար տարածքի վրա ցանկանում է վերաբացել հանքը։ Կոտայքի Գեղաշեն գյուղի բնակիչներն առաջին անգամ իրենց ծառերին փոշու եւ ծանր երկաթների նստված 1980-ականների վերջին են տեսել։ Մարատը հիշում է, մինչև 93 թվական գործեց ավազի հանքը, ապա փակվեց։ Դարձյալ բացվելու խոսակցությունները խորհրդարանի ընտրությունից հետո կրկին ակտիվացել են։ Գյուղի բնակիչները սա պատահականություն չեն համարում։ Դատից հետո տեսվեց, որ ձեները կդրվել էր, որ իրանք պարտվան, էլ բան չկար։ Հիմա այս ընտրություններից հետո նորից մարդիկ ոտքի ելան։ Չգիտենք հիմա այդ լծակը որտեղից է գալիս, ինչների վրա են հույս դրել, թե ղեկավարությունն է, թե ինչն է, չգիտենք։ Ազնիվ խոսք չգիտենք, ինչ է պատճառը որն է։ Սովետի ժամանակ տները հեռու էին հանքից, ասում են գեղաշենցիները։ 90-ականներից մինչև հիմա գյուղը չափերով շատ է մեծացել։ Մոտ 6000 բնակչություն ունի։ Տներն էլ հասել են այն սարի լանջը, որտեղ 90-ականներին շահագործվել է ավազի հանքը։ Քարերը տրակցնում, հողը տրակցնում են, չէ՞, այստեղ էս տների դուր լուսամուտ է, ապակիները զրիվ ոնց որ լիներ մի հատ։ Ոսե մի հատ գրանատ գցեի տան մեջ է։ Հարազատ եղբայրներ Մարատն ու Արամայիսն էլ 30 տարի արյուն քրտինք են թափել, տուն են կառուցել ու հիմա չգիտեն ինչ է լինելու իրենց տան ճակատագիրը։ Տունը հանքի հենց պռնկին է։ Այս տունը 30 տարի մենք երկու աղբեր Ռուսաստանի քուչեկ տանջվել քրքրվել ենք, հազիվ մի տուն ենք ստեղծել, որ ասենք երկու աղբեր մի օջախի մեջ չմնանք, մեկը ստեղաբրում, մեկը հայրական օջախի մեջ։ Հիմա 5 տարի չկարողանանք մեր տունը վայելենք հանգիստ խղճով։ Գյուղացիների զբաղմունքը անասնապահությունն է։ 34 հեկտար տարածքը, որի վրա ուզում են բացել հանքը, իրենց գյուղի միակ արոտավայրն է։ Ինչ ենք անելու, ինչով ենք զբաղվելու, բողոքում են գյուղացիները։ Մեր ընդամենը գյուղի տարածքը արոտավայրերը, էսա։ Ուրիշ արոտավայր մեզի չունենք, սաղ արդեն վարելա հողեր են, բաներ չունենք։ Հանգիստ ապրում էին բնակիչները մինչև առաջին անգամ 2021-ին անտրացից ՍՊԸ-ն ձեռք բերեց տարածքը։ Աբովյանի համայնքապետարանը գեղաշենցիների բարձրացած խնդիրը լսելով շահագործման թույլտվություն չի տվել ընկերությանը։ Անտրացիտի ղեկավարությունն էլ դատի է տվել Աբովյանի համայնքապետարանին։ Անդրացից ՍՊԸ-ն հաղթել է դատարանում տեղում հանք շահագործելու պայմանով։ Համայնքը աջակցելով բնակիչներին այսքան ժամանակ հարց նավականու քվեարկությանը չի հանձնել, բայց հիմա դատարանի կողմից կա պարտադրանք։ Դատարանի որոշումով հարցը պետք է հանձնվի ավականու քննարկմանը ու այդ հանքը շահագործվի։ Հունիսի 23-ի նիստին ավականին կորոշի՝ ի օգուտ քվեարկել, թե չքվեարկել, բայց եթե կա դատարանի որոշում, ավականին չի կարող դեմ կանգնել դատարանի որոշմանը։ Գեղաշենցիները հունիսի 23-ի ավականու նիստի ժամանակ հավաքվելու են Աբովյանի համայնքապետարանի մոտ, իրենց բողոքը բարձրացնելու։ Այս հանքը սեստինես չի աշխատելու։ Արյան գնով էլ լինի, պայելու ենք, չենք թողելու, որ Զաստավի ձևով ուզում են չերեզ ավականիներ, որ շտապ աբջեփ կերպով, ասենք 3-4 օրվա մեջ, 5 օրվա մեջ էս հարցերը լուծեն, կան հանքը բացեն։ Ճակատագրական որոշում է կայացվելու, ասում են գեղաշենցիները։ Պնդում են բիզնեսին դեմ չեն, նրանց մասնավոր տարածքն է։ Եթե ջերմոց բացեն, ծառեր տնկեն, պատրաստ են անգամ անվճար աշխատել, բայց հանքը այն էլ 6000 բնակչություն ունեցող գյուղի վերևում թույլ չեն տալու բացվի։ Ավականի ստորագրի, քաղաքապետ ստորագրի, վարչապետ ստորագրի մեկա չի բացվելու։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդելյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Վերջին օրերին ամբողջ Հայաստանը ցավով հետևում էր Վանաձորում անհետացած երկու քույրերի որոնումներին։ Գրեթե մեկ շաբաթ տևած աշխատանքներից հետո փրկարարները Փամբակ գետից հայտնաբերել են նաև 13-ամյա Նարինեի մարմինը։ Նշեմ, որ ավելի վաղ հայտնաբերվել էր նրա 7-ամյա քրոջ Նարեի մարմինը։ Դեպքի մանրամասները ռեպորտաժում։ Շուրջ մեկ շաբաթ անց Փամբակից գտել են 13-ամյա Նարինեի մարմինը։ Աղջկա մարմինը Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա է գտել ջրասուզակ Վահե Մելքոնյանը։ 1.5 մետր խորությամբ խորտակվել էր։ Ավելի վաղ հունիսի 17-ին գրեթե նույն հեռավորության վրա գտել էին նաև 7-ամյա քրոջ Նարեի մարմինը։
Որոնողական աշխատանքներին ներգրավել էին փրկարարական եւ ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու սարքեր, օգտագործվել են նաեւ նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Փամբակ գետն ընկած հարազատ քույրերին ամեն օր մայրն ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Այդ օրն աշխատանքային առաջին օրն էր։ Երեխաները միայնակ են գնացել ու ճանապարհը իբրև կարճացնելու համար որոշել են խողովակի վրայով անցնել։ Ամենաշատ տարածված վարկածն էին պատմում բնակիչները, հարազատները։ Մշտական հաճախել են 2-ից 6 ծնգա ժամանակահատվածը։ Միշտ մայրը ուշադիր եղել, ուղղակի առաջի աշխատանքային օրն եղել։ Չի կրծել երեխեքին տանի, այդ երկու երեխեն մեկ քիչ մշտաբել են։ Դուրս են եկել, մինչև մյուսները գնացել են։ Ու չեն հասել Օրան։ Ճանապարհին Երկու քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառը մահաբեր խողովակը դեպքից օրեր անց հեռացվել է։ Բնակիչները պատմում են ոչ առաջին, ոչ վերջինը կլիներ, եթե խողովակը շարունակեր մնալ այնտեղ։ Վրովը գնալ գալուց ես եմ ընկել գետը, ասենք լողալն ենք իմացել, դուս ենք եկելով, չի իմացել խեղդվել, մի մարդ էլ ալավերդիկ տարիներ առաջ։ Այս խողովակը սա ոչ կոյուղի է, ոչ ջրատար, ոչ մի բանի, իրանից ոչ մի դես չի տանը, ինքը պարզապես մարդու գլուխուտող մահաբեր մի հատ թակարդա մեր զեորմաս թաղամասի համար։ Այս խողովակից վերև մի 150 մետր վերև ունենք եւ մեքենայի կամուրջ, անվտանգ, եւ մարդկանց կամուրջ, գետից բավականին բարձր սովետական ժամանակ կառուցված անվտանգ կամուրջ։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Քույրերից փոքրին արդեն հուղարկավորել են Հովտաշենում։ Ժամեր առաջ գտնված 13-ամյա աղջկա մարմինը քրոջ կողքին կհուղարկավորեն։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային հարթակում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Չնայած բանակցությունների ձախողման մասին տարածված տեղեկություններին, Վաշինգտոնը վստահեցնում է, շփումները շարունակվում են եւ իրանական պատվիրակությունը չի լքել բանակցային սեղանը։ Սպիտակ տան փոխանցմամբ Շվեյցարիայում ընթացող քննարկումների ընթացքում կողմերը շարունակում են աշխատել մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը եւ Լիբանանի հարավում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմը։ Սակայն այս մոտեցումները միանշանակ չեն ընդունվում Իսրայելում։ Եթե տարիներ շարունակ Դոնալդ Թրամփը համարվում էր Իսրայելի ամենահուսալի գործընկերներից մեկը, ապա այսօր նրա քաղաքականությունը քննադատության թիրախում է։ Իսրայելում շատերը կարծում են, որ Վաշինգտոնը հետքայլ է կատարել եւ Իսրայելի միայնակ է թողել տարածաշրջանային բարդ մարտահրավերների առաջ։ Թրամփի վարչակազմը իր հերթին պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները դիվանագիտական հաջողություն են եւ կարող են նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը։ Ինչ փոփոխություններ կարող է բերել տարածաշրջանային քաղաքականության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի հնարավոր մերձեցումը, այս եւ այլ հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Իսրայելում դժգոհությունների մեծ ալիք է սկսվել, կապիտուլյանտ ու հանձնվող մականունն է ստացել Թրամփը Թել Ավիվում, որովհետև կարծում են, թե Միացյալ Նահանգները մենակ թողեց հրեաներին Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների դեմ պատերազմում։ Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրեաների կողմից որպես նահանջ եւ վտանգավոր զիջում ընկալվող համաձայնագիրը ներկայացնում է որպես դիվանագիտական հաջողություն եւ տարածաշրջանում լարվածության թուլացման հնարավորություն։ Իսրայելական մամուլում հրապարակվում են կոշտ հոդվածներ, որտեղ Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են իրենց երկրի անվտանգության շահերը անտեսելու եւ զոհաբերելու համար։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով Իսրայելում ձևավորված դժգոհությունը պայմանավորված է ոչ միայն կոնկրետ համաձայնությամբ, այլև այն հանգամանքով, որ իսրայելական հասարակության մի մասի մոտ Միացյալ Նահանգների նկատմամբ ձևավորվել էին չափազանց բարձրակնկալիքներ։ Նրա խոսքով, երբ գերտերությունը սկսում է առաջնորդվել սեփական շահերով, դա հաճախ ընկալվում է որպես դաշնակցի դավաճանություն։ Հիմա Իսրայելում ենթադրում են, որ իրենք ինչ էլ անեն, Միացյալ Նահանգների դաշնակիցներն են Մերձավոր Արևելքում եւ Միացյալ Նահանգները իրենց միշտ պետք է պաշտպանի։ Եվ հիմա Թրամփը, որը համարվում էր մի մարդ, որը հայրենիների օգնությամբ է եկել իշխանության, ինքը պետք է իրենց միշտ պաշտպանի։
Սակայն ըստ Դանիելյանի, երբ Թրամփի վարչակազմը բացատրում է, որ Միացյալ Նահանգներն ունի նաև այլ շահեր, այլ հարաբերություններ եւ տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու խնդիր, Իսրայելում առաջանում է ընկալում, որ իրենց դավաճաներ են։ Սակայն խնդիրը միայն զգացմունքային կամ քաղաքական արձագանքը չէ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը կարողանան հասնել կայուն պայմանավորվածության, ապա դա կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի ուժային բալանսի վրա եւ փոխել նաև Իսրայելի ավանդական դերակատարությունը Մերձավոր Արևելքում։ Եթե Իրանի հետ համաձայնությունները կայացվեն հենց Իրանի համար շահեկան պայմաններով, ապա բնականաբար Իսրայելը իրերի այդ դրությունը դիտարկելու է որպես իր ռեգիոնալ ավանդական դերի փոխակերպում։ Բադալյանի խոսքով Իսրայելը շարունակում է ունենալ ինքնուրույն քաղաքականություն, վարելու եւ սեփական շահերը պաշտպանելու բավարար ներուժ, սակայն ակնհայտ է, որ առանց Միացյալ Նահանգների աջակցության նրա տարածաշրջանային հնարավորությունները զգալիորեն կսահմանափակվեն։ Իսրայելը իր քաղաքականությամբ մշտապես ցույց է տվել, որ ի վիճակի է գործել որպես ինքնուրույն սուբյեկտ։ Բայց անշուշտ կա նաև որոշակի մակարդակ, որից այն կողմ առանց Միացյալ Նահանգների Իսրայելը չի կարող լինել այն Իսրայելը, որը պատկերացվում է կամ որպիսին փորձել է ներկայանալ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը կարող է Իսրայելին ստիպել վերանայել իր մոտեցումները եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանային հարաբերությունների նոր համակարգի ձևավորմանը։ Իրենք պետք է կարողանան հարաբերություններ ձևավորել Իրանի հետ, Թուրքիայի հետ, արաբական աշխարհի հետ, Սաուդյան Արաբիայի հետ եւ հրաժարվել այն գաղափարից, որ իրենք պետք է լինեն միակ գերտերությունը ռազմական առումով Մերձավոր Արևելքում։ Քաղաքագետի խոսքով Իսրայելում այսօր փորձում են մեղավոր փնտրել եւ այդ դերում տեսնում են Դոնալդ Թրամփին։ Սակայն նրա խոսքով խնդիրը շատ ավելի խորն է, քան մեկ համաձայնությունը կամ մեկ քաղաքական գործիչը։ Խոսքը տարածաշրջանում ձևավորվող նոր իրականության մասին է, որտեղ նույնիսկ ամենամոտ դաշնակիցները առաջնորդվում են ոչ թե զգացմունքներով, այլ սեփական շահերով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։